Շարունակում ենք մեր Դանիելի մարգարեության ուսումնասիրությունը, այս անգամ 6-րդ գլուխն ենք հասել։ Մենք հիշում ենք, թե Աստված ինչ մեծ գործեր անում թագավորությունների մեջ ու ցույց է տալիս ինչ գործերի միջոցով, թե ով է իրականում պատմության տերը եւ ով է իրականում իշխողը մարդկանց թագավորությունների վրա։ Անցած եւ նախանցած անգամ մեզ վերնագրի ներքո ենք նայել, որ բարձրել իշխումը մարդկանց թագավորությունների վրա ու սա էլ եթե այսպես մի քիչ ավելի մեծ նայենք կամ վերևից նայենք, էլի բացառություն չի լինի։ Բայց այստեղ ունենք մի թագավոր, որ իր բնավորությամբ ոնց որ անցած անգամ նշեցինք, մի փոքր տարբերվում է անցած գլխի թագավորից ու կտեսնենք ինչ առումով է տարբերվում, դրա համար եկեք սկզբից կարդանք ամբողջ գլուխը ու որպեսզի թարմ լինի հիշողությունը ու սկսենք ուսումնասիրել։ Դանիել 6-րդ գլուխը մենք կարդալու ենք 5:31-ից, հիշում եք, մենք անցած անգամ խոսեցինք այս հանգամանքի մասին, որ չնայած նրան, որ Աստվածաշնչի 19-րդ դարի կեսերից հետո եկած այդ լիբերալ գիտնականները իրենց կոչողները շատ անգամ Դանիելի մարգարեությունը դնում են 2-րդ դարի թվագրության տակ, այլ ոչ թե մեր թվարկությունից առաջ 6-րդ, մենք գիտենք, որ Աստվածաշունչը ճշմարիտ է եւ իր մեջի փաստերով անգամ դա երևում է ու այստեղ դարեմարացու ինքնության հետ կապված, տեսեք, այստեղ էլ ի հակառակ այսինքն մեղադրանքների հատուկ նշվում է եւ մարած դարեհը, որը 62 տարեկան էր, ազգությունը ասվում է, անունը ասվում է, տարիքը ասվում է, թագավորությունը վերցրեց կամ թագավորության վրա դրվեց, եթե բնագիրը նայեք։ Այս վերջի արտահայտությունն էլ է շատ կարևոր լինելու մեզ համար, որովհետեւ մենք կտեսնենք, որ իրականում այս ժամանակահատվածում Կյուրոսն էր թագավորը։ Լավ, եւ մանած դարեհը, որ 62 տարեկան էր, թագավորությունը վերցրեց։ Դարեհին հաճելի թված թագավորության մեջ 120 կուսակալներ նշանակել, որոնք ամբողջ թագավորության վրա լինեն։ Իսկ սրանց վրա 3 հրամանատար, որոնցից առաջինը Դանիելն էր։ Այդ կուսակալները նրանց հաշիվ պետք է տային, որպեսզի թագավորին վնաս չհասներ։ Դանիելը մյուս հրամանատարներից ու կուսակալներից ավելի բարձր էր դասվում, որովհետև նրա մեջ գերազանց հոգի կար եւ թագավորը մտածում էր նրան ամբողջ տիրության վրա նշանակել։ Հրամանատարներն ու կուսակալները կառավարության վերաբերյալ հարցերում մի առիթ էին փորձում գտնել Դանիելի դեմ, բայց ոչ մի դեպք կամ սխալ չկարողացան գտնել, որովհետև հավատարիմ էր ու ոչ մի սխալ կամ հանցանք չգտնվեց նրա վրա։ Ուստի այս մարդիկ ասացին, այս Դանիելի դեմ ոչ մի պատրվակ չենք գտնելու, բացի իր Աստծո օրենքի հետ առնչվող մի բանից։ Այն ժամանակ հրամանատարներն ու կուսակալները հավաքվեցին թագավորի մոտ ու այսպես ասացին նրան. «Հավիտյան ապրիչ, ով դարեր թագավոր»։ Թագավորության բոլոր հրամանատարները, նախարարները, կուսակալները, խորհրդականները, կառավարիչները խորհուրդ արին, որ թագավորը մի հրաման արձակի, որ եթե 30 օր որևէ մեկը մի բան խնդրի, որևէ աստծուց կամ մարդուց բացի քեզանից, ով թագավոր, թող առյուծների գուբը գցվի։ Հիմա ով թագավոր հաստատիր այս հրամանը ու հրովարտակը ստորագրիր, որպեսզի ըստ մանած ու պարսից անխափանելի օրենքի չփոխվի։ Արդ դարեր թագավորը հրովարտակը ու գրությունը ստորագրեց, երբ Դանիելը իմացավ, որ հրովարտակը ստորագրվեց, իր տունը գնաց։ Եվ վերնատանը նրա պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ եւ օրը 3 անգամ ծնկի էր գալիս եւ աղոթում ու գովաբանում էր իր Աստծուն, ինչպես դրանից առաջ էր անում։ Այն ժամանակ այդ մարդիկ հավաքվեցին ու Դանիելին իր Աստծո առաջ աղոթելիս ու աղերսելիս գտան։ Ապա թագավորին մոտենալով թագավորի հրովարտակի մասին խոսեցին. «Միթե դու հրովարտակ չստորագրեցիր, թե յուրաքանչյուր մարդ, որ մինչև 30 օր մի բան խնդրի որևէ աստծուց կամ մարդուց, բացի քեզանից, ով արքա, առյուծների գուբն է գցվելու»։ Թագավորը պատասխանեց ու ասաց. «Ըստ մանած ու պարսից օրենքի դա ճշմարիտ է, չի խափանվի»։ Այն ժամանակ պատասխանեցին ու թագավորի առջև ասացին. «Հրեաստանի գերիներից Դանիելը, ով թագավոր, ոչ քեզ, ոչ էլ քո ստորագրած հրովարտակը չի հարգում, այլ օրը 3 անգամ աղոթք է անում»։ Երբ թագավորը այս խոսքերը լսեց, շատ վշտացավ ու սիրտը Դանիելի փրկելու վրա դրեց ու մինչև արեգակի մայր մտնելը ջանաց նրան ազատել։ Ապա այդ մարդիկ թագավորի մոտ հավաքվեցին ու թագավորին ասացին. «Իմացիր, արքա, որ մանած ու պարսից օրենքով թագավորի հաստատած ոչ մի հրովարտակ կամ հրաման չի փոխվի,
Այդ ժամանակ թագավորը հրամայեց Դանիելին, բերեցին ու գցեցին առյուծների գուբը։ Թագավորը խոսեց ու ասաց Դանիելին. Քո Աստվածը, ում շարունակ դու ծառայում ես, նա քեզ կփրկի։ Եվ մի քար բերին գուբի բերանը դրեցին, թագավորն իր կնիքով ու մեծամեծների կնիքով կնքեց այն, որպեսզի Դանիելի նկատմամբ վճիռը չփոխվի։ Հետո թագավորը գնաց իր պալատը, գիշերն առանց ուտելու անցկացրեց, ոչ էլ նվագարաններ բերվեցին նրա առաջ, եւ նրա քունը փախավ։ Վաղ առավոտյան թագավորը վեր կացավ ու առյուծների գուբը շտապեց։ Եվ գուբին մոտեցավ, ողբացող ձայնով Դանիելին կանչեց։ Թագավորը խոսեց ու ասաց Դանիելին. Ով Դանիել, կենդանի Աստծո ծառա, քո Աստվածը, ում դու շարունակ ծառայում ես, կարողացավ քեզ ազատել առյուծներից։ Այժմ Դանիելը խոսեց թագավորի հետ. Ով արքա, հավիտյան ապրիր։ Իմ Աստվածն ինձ իր հրեշտակին ուղարկեց ու փակեց առյուծների բերանը, եւ նրանք ինձ չվնասեցին, քանի որ նրա առաջ ին վրա անմեղություն գտնվեց։ Եվ քո առաջ ելով թագավոր մի հանցանք չեմ գործել։ Թագավորը չափազանց ուրախացավ նրա համար եւ հրամայեց Դանիելին գուբից դուրս հանել։ Այսպես Դանիելը գուբից դուրս բերվեց ու նրա վրա ոչ մի հանցանք չգտնվեց, որովհետև Աստծուն էր հավատացել։ Եվ թագավորը հրամայեց ու այն մարդկանց բերեցին, որոնք մեղադրել էին Դանիելին ու առյուծների գուբը գցեցին նրանց որդիներին ու նրանց կանանց։ Եվ դեռ գուբի հատակին չէին հասել, երբ առյուծները հափշտակեցին նրանց ու փշրեցին նրանց բոլոր ոսկորները։ Ապա Դարեհ թագավորը գրեց բոլոր ժողովուրդներին, ազգերին, լեզուներին, որոնք բնակվում էին ամբողջ երկրում. Թող ձեր խաղաղությունը բազմապատկվի։ Հրովարտակ եմ արձակում, որին թագավորության ամեն մի տերության մեջ մարդիկ դողան ու վախենան Դանիելի Աստծո առաջ, քանի որ նա կենդանի Աստված է եւ կա հավիտյան։ Նրա թագավորությունը չի կործանվի եւ նրա իշխանությունը կմնա մինչեւ վերջ։ Նա է ազատում եւ փրկում, նշաններ ու հրաշքներ է կատարում երկնքում եւ երկրի վրա։ Նա ազատեց Դանիելին առյուծների զորությունից։ Այսպես այս Դանիելը հաջողություն գտավ Դարեհի թագավորության ու Պարսից Կյուրոսի թագավորության ժամանակ։ Ամեն։ Մենք տեսնում ենք, որ այստեղ առանց որևիցե բացատրության, ոնց որ անցած գլխում առանց բացատրության մի քանի տարի առաջ էր թռնում հեղինակը ու միանգամից խոսում էր Բաղդասարի մասին։ Այստեղ էլ ուղղակի վերևի համարում ունենք այս արտահայտությունը, այդ գիշեր քաղդայացիների Բաղդասար թագավորը սպանվեց։ Վերջ։ Դրանից հետո պատմական ոչ մի մանրամասնություններ չտալով արդեն տեսնում ենք, որ Դարեհն է թագավոր։ Դարեհը բաբելոնացիների թագավորը չէր, ինքը Մանրապարսկաստանի ներկայացուցիչն էր։ Ու շատ անգամ մարդիկ, ինչպես որ անցած անգամ խոսեցինք Բաղդասարի ինքնության հետ կապված, Դարեհի ինքնության մասին էլ են մտածում, թե ով է արդյոք այս մարդը կամ ինքը իրական կերպար է, թե ոչ։ Այն մարդիկ, ովքեր որ փորձում են կասկածի տակ դնել տեքստը։ Բայց պետք է լավ հասկանանք, որ Աստվածաշունչը նախ մեր հետաքրքրությունը բավարարելու համար չի առաջինը, երկրորդը էլի եմ ասում, էլի եմ ասել 12 գլուխ գրել ու մանրամասն պատմություն շարադրել հնարավոր չի։ Այստեղ գրված է միայն են բանալի թեմայի հետ կապված իրադարձություններ, որ Աստված իշխում է ազգերի վրա։ Աստված է իրականում այն գահին նստողը, այն թագավորը ու այն մեկը, որը ջարդում է աշխարհի թագավորություններին ու վերջում իրեն է հաստատում, որ հավիտյան մնում է։ Սա է ընդհանուր թեման Դանիելի մարգարեության։ Դրա համար այստեղ տեսնում ենք առանց որևիցե մանրամասնության անցնում է առաջ ու ասում է, որ արդեն տեսնում ենք Դարեհն է այստեղ իշխում։ Ինչի համար եմ ասում իշխում, որովհետև ես չեմ հավատում, որ Դարեհը ամբողջ այդ կայսրության թագավորն էր, ես այն տեսակետն եմ վերցնում, որ իրականում Կյուրոս թագավորն էր, որպես ամբողջ այդ մանրապարսկական թագավորության վրա իշխողը, իսկ Դարեհը ուղղակի տեղային նշանակված իշխան էր։ Դրա համար էլ 31-րդ համարում ասվում է թագավորությունը վերցրեց։ Այսպիսի արտահայտություն չի ասվում, օրինակ Նաբուգոդոնոսորի հետ կապված։ Եվ եթե ուշադիր լինենք, Նաբուգոդոնոսորին ոչ ոք չէր կարող մոտիկանալ ասել լավ իմացիր, այս որ դու սենց ստորագրել ես, նենց արա որ դա պահես, տենց վերաբերմունք չէր լինի։ Ու մենք տեսնում ենք, այստեղ արդեն նախ ազգությունն էր փոխված, այլ Բաբելոնը չէր սա, այնտեղի օրենքները չէին։ Երկրորդն էլ այդ դիրքը չէր, գերիշխան դիրքը չէր։
Այսինքն կար պալատական իշխանություն, կար օրենսգիրք, որ անգամ թագավորը չէր կարող վերջին խոսք ասել, եթե այդ օրենսգրքով պետք է ինչ-որ բան արվեր։ Եթե Եստերի գրքից հիշում եք, այնտեղ էլ կա այդպիսի արտահայտություն, երբ որ թագավորը որոշում է կայացնում, հետո փորձում է հետ կանգնել, բայց էլ իրեն չեն թողում։ Որովհետև այդ նույն ժամանակահատվածի մասն է խոսքը, այս մարապարսկական իշխանության, ու այնտեղ այսպիսի մի տենդենս ենք նկատում։ Ու Բաբելոնի իշխանության փոփոխությունից հետո Դանիելը տեսնում ենք, որ շարունակում է վայելել արքայական բարեհաճությունը։ Սա այն հիմնական կապն է, որը միացնում է 5 ու 6-րդ գլուխները։ Թագավորությունը փոխվում է, բայց Աստծո ծառայի վկայությունը չի փոխվում։ Աստծո ծառան մնում է նույն այդ, այսպես ասած, ճանաչմանը, նույն դիրքին, հա, ավելի այստեղ շատ բարձր տերմինով է խոսում Դանիելի մասին, բայց մենք գիտենք, որ անգամ եթե դա էլ չասեր, մնալ հին կայսրության մեջ իր զբաղեցրած դիրքին, նրա համբավը շատ մեծ էր։ Հիմա կտեսնենք ինչ պաշտոնի է նա դրվում ու կհասկանանք ինչի համար սա պնդում։ Ու պարսկական կայսրությունը ներառում էր նաև մարերի, հա, մարերի տիրապետությունը։ Եվ տեսնում ենք, այս մարդը հենց մարերի ազգից էր։ Ու ընդգրկում էր այս թագավորությունը հսկայական տարածք։ Բաբելոնից մինչև հյուսիս sense լայն աղեղի պես ձգվում էր ու այսպես ասած հնարավոր չէր մի անձնյա կառավարում։ Դրա համար կային այսպիսի տեղային թագավորներ, ասեմ, իշխաններ, ասեմ, որոնք որ զբաղվում էին այսպիսի հարցերով։ Մենք տեսնում ենք, որ նա Բաբելոնի անցած անգամ չէ, երբ որ մենք խոսում էինք այդ տարածաշրջանը, որ եկան Բաբելոնը գրավեցին, այդ նույն Բաբելոնի այդ գավառի վրա էր ինքը իշխում այժմ այստեղ։ Ու նա քանի որ այդ կայսրությունը հսկայական է ու բաժանված է մասերի կառավարության առումով, փաստորեն այս մարդիկ գլուխ էին հանում կառավարությունից ու կառավարական համակարգերից ու դրանցից մեկը այս ձևավորումն էր, որ ինքը արեց։ Հենց սկզբից, որ թագավորությունը ինքը վերցնում է, փորձում է այնպես անել, որ արդյունավետ վարչական կազմակերպվածություն լինի։ Դրա համար թագավորությունը բաժանում է իր հերթին սատրապությունների։ Ու այստեղ նշվում է 120 կուսակալներ կամ սատրապներ, մենք այդպես գիտենք հայոց պատմությունից այդ մարդկանց, հա, այդպես մենք մեզ ավելի ականջին հարազատ է այդ տերմինը, քան կուսակալներ, բայց նույն բանն է նշանակում։ Պարսկական կառավարական համակարգն էր սա։ Ու մենք տեսնում ենք, թե ինչի համար նա սա արեց։ Նա արեց սա որպես իրեն հաշիվ տային, որպեսզի թագավորին վնաս չհասներ։ Ու չնայած նրան, որ այս 120 հոգին կարգվեցին առհասարակ, որ ամբողջ երկրի վրա լինեն, իրանց վրա էլ մարդիկ կարգվեցին, որ իրենք էլ հետևեին, որ այդ 120 հոգին ճիշտ աշխատեր։ Ու իրենց վրա դրվեց 3 մարդ դրա համար, որոնցից մեկն էլ Դանիելն էր։ Այսինքն այդ աստիճանի բարձր դիրք էր Դանիելը զբաղեցնում։ Ու երբ որ ակնհայտ է դառնում, որ Դանիելը պատրաստվում է այդ բարձր պաշտոնի նշանակվել, իր նախանց գործընկերները, այդ կուսակալները ստիպում են նրան այսպիսի մի իրավիճակի մեջ, ուզում են ծուղակը գցել։ Ու դավադրություն են կազմակերպում, որպեսզի իրենից ազատվեն։ Այդպիսի դիրքով, այդպիսի մեծ մարդուն հեշտ չի, հա, շարքից հանելը։ Դրա համար պետք է ինչ-որ ծրագիր մշակել։ Ու մինչև կոնկրետ այս հատվածին անդրադառնալը 3-րդ համարից սկսած պետք է հիշենք, որ 3-րդ գլուխը պետք է հիշենք, ու եթե հիշենք կնկատենք, որ այստեղ շատ նմանություններ կան։ Ընդհանուր թեման հիշում եք Աստծո կողմից փրկության այդ թեման է, որ գալիս է մարդկանց վրա, ովքեր իրեն ծառայում են, հա, երբ որ Աստծուն ծառայողին անխուսափելի մահապատիժ եղավ, Աստված միջամտեց, 3-րդ գլխում էլ այստեղ է։ Ու տեսնում ենք կառուցվածքային ձևն է նման, ոճը, բառապաշարը, շատ արտահայտություններ կրկնվում են։ Բայց թեմատիկ առումով կա մի տարբերություն, որ 3-րդ գլխում Դանիելի ընկերները մահապատժի մատնվեցին մի բանի համար, որ իրենք չէին ուզում անել, բայց ստեղ Դանիելը մահապատժի է մատնվում մի բանի համար, որ ինքը անում է, այսինքն ի հակառակ օրենքի անում է։ Իսկ այնտեղ ի հակառակ օրենքի մարդիկ չէին պատրաստվում դա անել։ Բայց ընդհանուր առմամբ մենք այդ թեմայի մեջ ենք, որ Աստված ազատագրում է իր ծառաներին։
ու մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե այն էր այստեղ, որ Դանիելը ինչ-որ մեղք էր հրաժարվում գործել, այլ նա ուղղակի ապրում էր այն սովորությամբ, ոնց որ ապրում էր մինչև այդ, մինչև այս հրովարտակի դուրս գալը։ Ու այս մարդիկ դա գիտեին, իր ապրելակերպը գիտեին։ Չեմ ուզում միանգամից կիրառականին անցնենք, բայց դուք արդեն պատկերացնում եք ինչ կարող ենք մենք այստեղից սովորել, որ այս մարդիկ գիտեին իր ապրելակերպը, սա շատ կարևոր է հասկանանք։ Ու Դանիելը պարզապես շարունակում է իր կյանքը, իր սովորական պաշտամունքը, ոնց որ ապրել է, ոչ մի բան չի փոխվում իր մոտ։ Ու հենց այդ հավատարմությունը, այդ շարունակականությունը հենց պարզում է, որ օրենքին հակառակ է արդեն։ Ինքը գտնվում արդեն նենց տարածաշրջանում, այնպես իշխանության տակ, որ այդտեղի օրենքը արգելում է իրան անել, ինչ որ ինքը միշտ արել է։ Ու ինչպես երրորդ գլխի իրադարձությունները այնպես էլ ստեղ այդ երկու տեղերում են հանդիպող այդ հրաշագործ այդ փրկությունները շատ լավ քաջալերանք են հավատացյալի համար, բայց չեն նշանակում, որ հավատացյալները միշտ փրկվում են։ Այդտենց մարդիկ նկարագրում են այս հատվածները, ես լսել եմ առանց անուններ կամ ուղղվածություններ ասելու, որ նկարագրում են, որ չգիտեմ, եղիր ինչպես Դանիելը կամ չգիտեմ, մարդիկ ընդհանուր Դանիելի գիրքը վերցնում են եւ մեկնում են կամ քարոզում են այնպես, որ դա կիրառելի է այսօրվա մարդկանց վրա ամեն առումով։ Ես չեմ ասում եղիր ինչպես Դանիելը, ես ասում եմ տես ինչ մեծ Աստված ուներ Դանիելը, առաջին թեման։ Հետո նոր ասում ենք Դանիելից ինչ կարող ենք մենք սովորել, որովհետև գիրքը Աստծո գերիշխանության մասին է։ Աստված իշխում է մարդկանց թագավորությունների վրա։ Հետո կարող ենք մենք Դանիելից օրինակներ վերցնել, բայց անգամ այդ դեպքում մարդիկ ներկայացնում են այնպես, որ քո կյանքում եթե օրինակ այսպիսի հրաշքներ չեն լինում, դու ուրեմն հավատքը տկար է կամ ինչ-որ բան։ Մենք հիմա կտնայենք ինչի համար ասենց լինում, որ օրինակ հեթանոս թագավորին Աստված իր կյանքում մի քանի անգամ երազ է տալիս, բայց հավատացյալների մոտ այդպիսի բան այսօր մենք չենք տեսնում մեր դարաշրջանում։ Կամ այսպիսի հրաշագործ փրկություններ կան, որոնք որ հիմա էլի չենք տեսնում։ Այս ամենը պատճառ ունի, սա պատահական չի։ Ու մենք պետքա փառք տանք Աստծուն, մենք պետքա քաջալերվենք sense պատմություններին, բայց դա դոգմա չի նշանակում, որ ամեն անգամ երբ որ քեզ իշխանությունը հետապնդում է, Աստված sense նմանատիպ մի հրաշագործություն անելու է, որ դու փրկվես այդ իրավիճակից։ Առանց բացելու ուղղակի հիշեցնեմ Գործք առաքելոց 12-րդ գլուխը 2-րդ ու 11-րդ համարները, եթե համեմատեք իրար հետ։ Երկուսն էլ Տիրոջ առաքյալներն էին։ Երկրորդ համարում Հակոբոսը սրով սպանվում է, 11-րդ համարում Պետրոսը ազատ է արձակվում։ Տերը մեկին փրկում է փորձությունից, մեկին չի փրկում փորձությունից։ Մենք չենք կարող ասել, որ պարտադիր դու հավատա ու այդ ազատագրությունը կլինի։ Մենք պետք է ասենք, որ մենք հավատում ենք այն Աստծուն, որ ազատագրում է, բայց մենք հասկանում ենք, որ այն իրավիճակը, որում մենք հայտնվում ենք, իրականում Աստծո մեծ ծրագրի մի մասն է, անգամ եթե մենք այդ բանի չենք հասկանում դրա պատճառը։ Լավ, անցնենք առաջ ու մենք տեսնում ենք, որ այս կոնկրետ մեր գլխի պատմության կենտրոնական թեման Դանիելի այս առույցների բերանից փրկվելն էր ու Եբրայեցիների 11:33-ում ունենք հիշատակում ու ես կարծում եմ հենց Դանիելի մասին է խոսում Եբրայեցիս թղթում Պողոս առաքյալը, որ այդ առույցների բերանից ազատվողները, այսպես ասած, դա Դանիելի մասին է ու մենք կարող ենք հասկանալ, որ եթե նայենք, հա, փրկagorցության պատմությունը Աստծո, մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում Իսրայելի ժողովրդի վրա հալածանքը նոր էր սկսվում։ Կայսրություն, այսինքն պետությունը բաժանվել էր, թագավորությունը, հա, կիսվել էր, գնացել էին Աքսորի ու այդ միջավայրը նոր էր իրենց համար, որ իրենք գտնվում են հեթանոսական շրջապատում։ Ու այս մահից փրկությունների դեպքերը, որ հաճախ լինում էին, իրենք խորհրդանշական նշանակություն ունեին ու իրենք անցնում էին այդ կոնկրետ իրադարձությունների սահմաններից, այսինքն Աստված, երբ որ իր ծառային փրկում էր այսպիսի հրաշալի միջոցով, մենակ այդ պատմության մասին չէր հարցը, ինքը ցույց էր տալիս կողքի ազգերին, որ ինքը իր ժողովրդի հետ է։ Ինքը ցույց էր տալու հաջորդ սերունդներին, որոնք որ պետքա կարդային, ոնց որ Եբրայեցիս թղթում ասվում, որպես քաջալերանք։ Ու պատկերացրեք,
իրենք երկար էին դեռ մնալու այս կարգավիճակում ու այս հին իրական պատմությունների գիրքը ավելի քաջալերական կլներ, քան որ օրինակ մարդիկ իրենց մտքից ինչ-որ առակներ մտածեին Աստծո հավատարմության մասին։ Իրական, թող լինի, բայց իրական լինի։ Մենք տեսել ենք Աստված մեր հայրերի հետ ոնց գործեց։ Ինչպիսի արտահայտություն կա, չէ՞։ Ու սա մարդկանց քաջալերում էր իհարկե, իրենց հավատքը բարձրացնում էր։ Մենք տեսնում ենք Դանիելը ավելի բարձր ստանում է դիրք մյուս հրամանատարներից ու կուսակալներից եւ տեսնում ենք, որ իրենք հավաքվում են դավադրության։ Առաջին 9 համարները խոսում են այս դավադրության մասին ու մենք հասկանում ենք, որ այս մարդիկ ճիշտ է իրենք շատ իմաստ ունեն, բնականաբար որ նշանակվել էին որպես սատրապ այստեղ։ Ու իրենք բայց մտածում են, որ իրենք ավելիին են արժանի։ Ինչի համար պետք է Հուդայից ինչ-որ գերեվարված մարդ գա ու դառնա իրենց ապրած, ծնված մեծացած տարածաշրջանում այդպիսի մեծ պաշտոնյա ու մի բան էր իրենց վրա։ Ու տեսնում ենք թագավորը դրել էր ինչի համար, թագավորը դրել էր հարկահավաքության համար, որ կոռուպցիա չլինի, որ տարածքային ինչ-որ տեղային ապստամբություններ չլինեն, հեղափոխություն չլինի, բայց ավելի շատ շեշտը հարկերի վրա էր, որ այդտեղ մենք տեսնում ենք Դանիելին ինչի համար դրեցին։ Դանիելը ամբասիր էր ու անխոցելի էր կոռուպցիայի նկատմամբ, ինքը արդար էր, իրենք գիտեին, որ ինքը արդար է։ Դրա համար այն մարդիկ, ովքեր որ արդար էին իրենց ստանդարտներով, որ արժանացել էին այդ 120-ի մեջ գտնվելուն, մեկն էլ պետք էր իրանցից արդար լիներ, չէ՞ որ հարկերը կարող է վերցնեին, բայց թագավորին կտային, թե չէին տա։ Հա, կվերցնեին ժողովրդից, բայց պետք էր թագավորին հասնեն այդ հարկերը։ Ու տեն ժամանակ արդեն աշխարհը հիշում է, որ կան հավատացյալներ։ Ոչ բան չի փոխվել, ոնց որ ասում է Սողոմոնի իմաստունը։ Ու դնում են իրեն այս դիրքին։ Մենք տեսնում ենք, որ այս վտանգը միշտ էլ եղել է կոռուպցիայի, այս քաղաքական, հա, չեմ ուզում խորանալ, բայց կարող ենք այսպես sense զուգահեռներ անցկացնել մեր քաղաքական աշխարհի հետ։ Ու մենք տեսնում ենք, որ տեքստը չի ասում, որ Դանիելը բարոյապես անում է։ Ինքը ասում է, որ ինքը օրինապահ է, այսինքն ինքը անում այն ինչ որ պետք է անի։ Այստեղ դու Հռոմեացիս 5:1-ի այդ արդարության հետ մի համեմատեք։ Երբ որ Աստվածաշունչը օգտագործում է 5 տակարանում արդար բառը, դա այն Քրիստոսի վերագրված արդարությունը, եթե դու հասկանաս, շատ խնդիրներ կառաջանան Հոբի գրքի մեջ, Աբրահամի մասին, երբ որ կարդաս Ծննդոց 18-ում հետո կարդաս թե ինքը ինչ արեց, երբ որ մտավ Եգիպտոս, ու տենց դրա համար ավելի լավ է թողենք այդ բառը իր համատեքստում։ Ու մենք տեսնում ենք, որ ինքը օրինապահ էր։ Ու իր առաջնային հավատարմությունը Աստծուն էր, ոչ թե թագավորինը։ Ու եթե երկրի օրենքը հակասում էր իր Աստծո օրենքին, բնականաբար այստեղ արդեն իր մոտ ընտրություն չէր մնում, բացի միայն հնազանդվել Աստծո օրենքին։ Ու այս մարդիկ մոտենում են թագավորին շոյելով, ահա, ասենց իրան ինքնասիրահարացնում են, չգիտեմ ինչքան էր ինքը իրան շատ սիրում, մի բան էլ ավել բան արեցին, թագավորն ապրած կենա ու այսպես նոր ես եկել գահին, չես ուզում, նես մի բան անես, որ ավելի ամրապնդվի քո գահը։ Պատկերացնում ես, եթե 30 օր բոլոր մարդիկ մենակ քեզ աղոթեն, ստատուսը կբարձրանա։ Ու կլինի սենց ոնց որ հրապարակային դրսևորում սենց հավատարմության։ Ժողովուրդը արդեն ոնց որ քեզ հավատարիմ կլինի։ Ճիշտ է 30 օրը կանցնի կգնա, բայց մարդկանց մոտ այդ քո փոքրատառ այով Աստված գծի թագավոր այդ գաղափարը իրենց ուղեղներում կմնա։ Թագավորին, այսինքն կիսաստվածային sense դիրք մի հատ կվերագրվի։ Ու հրովարտակը ներխուժում էր մարդու անձնական տարածք, ճիշտ է, կրոնական ոլորտ, այսինքն խղճի ազատություն։ Բայց չէ որ դա ընդամենը 30 օր էր, այդքան ժողովուրդը 30 օրվա համար բունտ չէր անի։ Ուրիշ բան, եթե օրենքը մշտական լիներ։ Ճիշտ է, իրենք չէին հանդուրժի դա, բայց եթե 30 օր կարելի է ուղղակի ստատուսը բարձրացնելու համար ամեն դեպքում իրենք այդպես ներկայացրեցին թագավորին, բայց մենք գիտենք իրանք ինչի համար դա արեցին իրականում։
ու այս 6-րդ համարում, որ ասում է հավաքվեցին, այս բայը, որ սենց մեղմ ձևով հնչում է, իրականում ենթադրում է նախապես համաձայնեցված դավադրություն։ Իրանք համաձայնվեցին իրար հետ, նոր հավաքվեցին ու մի խոսքով թագավորը արագ առաջ անցնելով ասենք ստորագրում է այդ 30 օրով հրովարտակը ու կնում է ինքը ծուղակը։ Հրամանը արձակվում է գրված ըստ պարսիկների ու մանրերի օրենքի, որը չի կարող փոխվել։ Ու իրոք պատմական արդյունքները վկայում են օրինակ Դարե 3-րդի մասին, մեր թվարկությունից առաջ 336-ից 331-ում գահակալած ուրիշ մարդու մասն է խոսքը։ Երբ որ այդ թագավորը մահապատժի է ենթարկում մի մարդու, իմանալով որ ինքը անմեղ է, ստորագրելուց հետո փոշմանում է, բայց չի կարող ոչ մի բան անել, որտեղ այդ օրենքը իրենից բարձր է։ Ես ստորագրելա վերջ, այս մանրերի ու պարսիկների օրենքը, որը չի կարող փոխվել, մենք պետք է լուրջ ընդունենք, դա իրոք տենց էր։ Ու նաև մի հետաքրքիր բան էլ կա, այս մանրերի ու պարսիկների օրենքը, որը չի կարող փոխվել արտահայտությունը, եթե համեմատենք 26-րդ համարի հետ, կտեսնենք ինչ հեգնական շրջադարձ է տեղի ունենում, որտեղ այդ նոր հրովարտակը փաստորեն չեղարկում այս 7-րդ համարի սկզբնական հրովարտակի նպատակը։ Այստեղ տեսեք ինչ է ստորագրում ու այնտեղ ինչ է գրում, որ ես ինչ եմ ասում ձեզ, բարձրյալ Աստծո մասին ում թագավորությունը հավիտյան կա։ Սրանք հակադրվում են իրար։ Ու Դանիել 6-ը մի խոսքով մեզ ինչ է ներկայացնում, սկզբից մենք այս հատվածում տեսանք Աստծո ծառան կարող է բարձր դիրք զբաղեցնել հեթանոս իշխանության տակ։ Ու տեսնում ենք, որ այդ հավատարմությունը, որի միջոցով Աստված իրեն բարձրացնում է, օրհնում է, ստացվում է, որ բերում է հալածանք իր հետ։ Ու տեսնում ենք հիմա արդեն տեսնելու ենք Աստծո փրկությունը, որը կարող է նաև որոշ դեպքերում լինել հրաշալի ձևով, եւ նույնիսկ տեսնելու ենք, որ անփոփոխ համարվող մարդկային օրենքները չեն կարող կանգնել Աստծո գերիշխան կամքի առաջ։ Շարունակելով, մենք տեսնում ենք ինչ, որ հենց որ հրովարտակը ստորագրվում է, Դանիելը հասկանում է, որ իրեն թակարդի մեջ են գցել ու գնում է ինչ է անում։ Ինչ որ միշտ էր անում։ Գնում է աղոթելու։ Ու ստացվում է, որ իրեն մեղադրողները ճիշտ էին հաշվարկել, ինքը չէր փոխվի։ Այդ շատ լավ բան է։ Ինքը նենց մարդ է, իրան հստակ գիտե ինչի համար կարային մեղադրեին, մեկը ինքը չի փոխվելու։ Ու ինքը իմաստուն մարդ էր ու գիտեր, իմաստ չկա, խուսափելու։ Ինքը գիտեր, որ դա դավադրություն է ու սեփական կյանքը փրկելով 70 տարի ծառայածդ Աստծուն մերժես, մեկը հաջորդ պահին ուրիշ պատրվակ էին գտնելու, որտեղ իրենց այդ դիրքն էր պետք։ Այսինքն ինքը համ օրինապաշտ էր, համ խոհեմ էր, համ իմաստուն էր, համ հավատքով էր, նվիրված էր Աստծուն, շատ լավ օրինակ է Դանիելը մեր համար իրականում։ Ուղղակի պետք չի, ես ինչի համար քիչ առաջ էի ասացի, ուղղակի պետք չի փորձել նմանվել այն առումով, որ մոտենալ առյուծների հանգիստ, դրա համար եմ ասում, թե չէ իր հավատքը, հավատարմությունը, իմաստությունը շատ նախանձելի են մեր համար։ Այստեղ աղոթքների սովորության հետ կապված երկու բառ պետք է ասենք, որ 10-րդ համարում տեսեք, երբ Դանիելը իմացավ, որ հրովարտակը ստորագրվեց, իր տուն գնաց եւ վերանատանը նրա պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Ինչի։ Ինչ որ մեկը կարա ասի խի։ Օրը 3 անգամն էլ է հարց, խի էր օրը 3 անգամ, բայց խի էր պատուհանները բաց դեպի Երուսաղեմ։ Եթե մենք կարդանք, չեն կարդալու այդ ամբողջ գլուխը, բայց կարող եք տունը կարդալ 3-րդ թագավորաց 8-րդ գլուխը, մենք տեսնում ենք Սողոմոնի աղոթքը։ Եթե մենք տեսնենք Սողոմոնի աղոթքի մեջ մենակ այս արտահայտությունը մի համարի, այսինքն 3 համար կպցրել եմ իրար, որ դուք կկարդաք հետո 8-ի 41-ից 43-ը, 41-ից մի կտոր ու 43-ից մի կտոր եք կպցրել։ Աղոթում է, ասում է, Սողոմոնը գիտեր, որ գալու է այդ օրը, երբ որ իր ժողովուրդը լինելու է գերության մեջ։ Ու երբ որ աղոթում Աստծուն, ասում է, Տեր, երբ որ կգա այդ օրը, ու երբ որ օտարականը կգա կաղոթի, այս տան կողմը, ինքը տաճարում աղոթում։ Երբ որ կգա կաղոթի այս տան կողմը, դու լսի նրան։
ու մենք տեսնում ենք, որ դեպի Երուսաղեմ, հա դեպի տաճարը բացել էր Դանիելը իր պատուհանները ու աղոթք էր անում։ Ինչ էր սա նշանակում, որ թեև Երուսաղեմը ավերակների մեջ էր, բայց այս աղոթքը դեպի այդ քաղաքի ուղղությամբ ցույց էր տալիս Դանիելի հավատը, որ մի օր Տերը այն կվերականգնի։ Ինքը շատ երկար էր դա սպասել ու մենք հեսա մի քանի գլուխ հետո կտեսնենք, որ ինքը նաև կարդում էր մարգարեների գրքերը, իրենից առաջ գրված ու լավ գիտեր ինչ ու երբ է տեղ ունենալու։ Դանիելը ծնկի եկած աղոթում է, հա, խոնարհվելով երկրպագություն անում, էլի չգնալով, չբացելով անհատական այդպես հատվածներ, մենք Աստվածաշնչից գիտենք, չէ, մարդիկ կանգնած էին աղոթում, մարդիկ ծնկած, խոնարհված էին աղոթում, հա, մի օրինակ հենց այդ նույն հատվածն է երրորդ թագավորաց 8-րդ գլխի, որ Սողոմոնը ծնկած է աղոթում, բայց մենք հիշում ենք Աբրահամին ծննդոց 18-ում Աստծո առաջ կանգնած։ Եվ մենք տեսնում ենք, թե կանգնած թե ծնկած աղոթքը ունի աստվածաշնչյան հիմք։ Դամար անցնում ենք առաջ, օրական 3 անգամ արտահայտությունը։ Հետաքրքիր է, եթե մենք կարդանք ռաբիական ուշ մեկնությունները, մենք կտեսնենք, որ իրենք սա կապում էին Մովսեսական օրենքի հետ, բայց այսինքն որ այս կարգը Մովսեսից է եկել, բայց իրականում դա հիմք չունի ու իրականում այսպիսի մի բան մենակ կարող ենք գտնել Սաղմոս 55-ում, 17-18 համարներում, երբ որ գտնել էլ, որ ասում եմ, ուղղակի կարող ենք համեմատել, հա, այդպես որպես պատվեր չկա, որ դու օրական 3 անգամ։ Մենք որպես հավատացյալներ ունենք Թեսաղոնիկեցիներում Պողոս առաքյալի պատվերը, որ ինչքան աղոթենք։ Անդադար։ Ու մենք այս արտահայտությունը ուղղակի գտնում ենք այս հատվածում Սաղմոս 55-ում, երբ որ Դավիթը վտանգի ժամանակ վկայում է կրոնավոր այս մարդիկ, մի խոսքով ինքը վտանգի մեջ է գտնվում, կարճ ասած, ու խոսում է այս աղոթքի մասին, որը պետք է կանոնավոր կերպով անել ու ինքը արժեք է իրենից ներկայացնում։ Այդ 3 անգամ արտահայտությունը այդտեղ հանդիպում է։ Պատուհաններին ինչ որ վերաբերվում է, ձեր համար հետաքրքիր չի ինչի համար, այսինքն ոնց տեսան իրեն, ոնց կարացան տեսնել, բայց sense պատուհաններ չեր իրենց մոտ։ Այդ sense այո, նեղ ու բարձր, ու այդ տարածաշրջանն է պետք հաշվի առնել, արաբելքում պատուհանները բարձր էին արվում էին շատ փոքր, շոքի համար, շոքից պաշտպանվելու համար, ու գողերից նաև պաշտպանվելու համար, մարմինը չէր կարող մտնել մարդու։ Ապակու փոխարեն արվում էր, հա, ապակու փոխարեն արվում էր sense ծղոտից։ Հիմա մեր մոտ դա բան է, չէ՞ համարվում, sense ոնց է ճոխությունը, չէ՞։ Հենց տենց բաներ, sense ծղոտներից ու ինչի համար ուներ արանքներ, որից կարող էր օդ գալ, բայց նաև կողքի օրինակ շինություններից չեն կարող ներսը տեսնել։ Ու ինչ է սա մեզ ասում։ Մենք հետաքրքրված չենք իրենց այդ շինարարական աշխատանքներով։ Մեզ հետաքրքրում է, որ եթե այս դավադրությունը կանխամտածված չլներ, չէին իմանա, որ Դանիելը աղոթում էր ու դա այդ աղոթքը աննկատ կմնա։ Այսինքն տեսնում ենք, որ Աստծո ծառային աշխարհը իր հավատարմության համար հետևել է։ Ոչ թե մի խոսքով ամեն ինչ անում է, որ հետևի ու հասնի իր ուզածին։ Ու թագավորը այստեղ երկընտրանքի առաջ է գալիս կանգնում, դավադիրները տեսեք իր հետ ինչ ձև են խոսում, հիշեցնում են օրենքի պայմանները ու ստիպում են թագավորին կրկնել, որ դա չի փոխվի։ Ու հետո Դանիելին մի հատ մոտենում են, ասում են հիշում ես, չէ՞ դու ինչ ես ասել։ Ուզում եմ մի հատ էլ հաստատի, դու ասա, որ sense բան ստորագրեց, հələ չեն ասել ինչա կատարվում։ Ես ստիպում եմ, որ կրկնի, ասում է ու սկսում են Դանիելին մեղադրել բացահայտ օրինախախտության մեջ։ Ինքը քո ոչ հրապարակած օրենքն է իր պետքը, ոչ էլ դու ես իր պետքը։ Ու տեքստում տեսեք քանի անգամ է թագավորի անզորությունը նկատվում 12-ում ասում են չէ որ դու ստորագրեցիր ոնց որ sense դե տենց էլ ասեմ մտցնում են աշկը իր արածը չէ որ դու ստորագրեցիր 12-րդ համարում
13-ում քո ստորագրած արտահայտությունները նայեք, 15-ում թագավորի հաստատած արտահայտությունը։ Այս 3-ն էլ ամեն անգամ իրենք փորձում են վստահ լինել, որ հաստատ Դանիելը կմեռնի։ Ու կարելի է ենթադրել, հա, որ դիրքից որ ինքը կունենա բացարձակ իշխանություն, բայց իրականում կախված էր պալատական ճնշումից ու դավադիները չեն թողում, որ թագավորը ժամանակ շահի, բայց ի պետքա չթողեին։ Բայց ի պետքա թագավորը ուզեր ժամանակ շահել, որովհետև թագավորը լավ հարաբերություններ ուներ Դանիելի հետ։ Ու եթե նայեք Դանիելի պաշտոնը, անծանոթ մարդուն տենց պաշտոնից չեն դնում առանց անձնական փոխհարաբերություն։ Տենց ամեն բան աշխատում իրականության մեջ։ Ինքը գիտեր, ես հավատում եմ, որ իրանից առաջվա ինֆորմացիաները իրեն հասել, այն հրաշքների մասին, որ Դանիելի միջոցով տեղի էր ունեցել, ու թագավորական գրադարանները այնպես բան չէր, որ մտնեին ու վառեին, այդպես չէր։ Ու հաստատ ինքը տեսել էր Նաբուկոդոնոսորի հրովարտակը, թե ինչ է Նաբուկոդոնոսորը գրել իր մասին։ Ու Դանիելի հետ ինքը ուներ լավ հարաբերություններ։ Դրա համար փորձեր ժամանակ շահել, պարզ է։ Բայց այս մարդիկ էլ դա գիտեին ու չէին թողում։ Ստիպում էին, որ անմիջապես կատարվի, որովհետև դու նոր ես նստել որպես թագավոր։ Եթե դու հիմա քո առաջին պատվիրածը չանես, դու չես ունենա ոչ մի, հա, ժողովրդական հրապուրանք չես կարող վայելել։ Եվ տեսնում եք, թագավորը ճնշման տակ հանձնվում է ու 16-ից 18 համարները իր անքուն գիշերն է նկարագրվում, իր ամենաչցանկացած դատավճիռը ասում է, որ թող որ լինի, բայց տեքստը մեզ ասում է, հետո թագավորը գնաց իր պալատը, գիշերը առանց ուտելու անցկացրեց, ոչ էլ նվագարաններ բերվեցին նրա առջև, և նրա քունը փախավ։ Բայց միջև այս ամեն ինչը 16-րդ համարը հետ գնանք նայենք, ինչ է ասում, քո Աստվածը, ում շարունակ ծառայում ես, նա քեզ կփրկի։ Սենց տարբերակ կա, տարընթերցանություն փոքր, հնարավոր է ասելա քո Աստվածը, ում դու շարունակ ծառայում ես, թող քեզ փրկի։ Ոնց ուզում է լինի, ամեն դեպքում սա խոսում է որոշակի ճանաչման, ընդունման մասին, որ Դանիելի Աստվածը իրական է, ինքը նման չի կուռքերին, արձան չի ուղղակի, ու գործում է ինքը ու ունի ազդեցություն մարդկության պատմության վրա, տիեզերքից առանձնացված չի։ Լուրջ աստվածաբանական, ինչ? Նա ազատ է քեզ։ Այդ մյուս տարբերակից է, ինքը մաղթանք է տեղով, իսկ ստեղով պնդում է։ Եթե էս է ճիշտը, ուրեմն ինքը չեմ ասի հավատացյալ էր, հա, բայց մինիմում ինչ-որ աշխատանք էր տեղի ունեցել։ Բայց կարող նաև հեգնել։ Չէ, չի հեգնում, հաստատ չի հեգնում։ Ոչ մի մեկնաբան համաձայն չի, որ այստեղ հեգնում է։ Ես ինձանից չխոսամ, ոչ մի մեկնաբան համաձայն չի, որ այստեղ հեգնում է։ Բաց որ ինքը լսել է, որ Դանիելի Աստված ինչ արել։ Հա, հա։ Հետո ստեղ մի հատ հետաքրքիր բան կա, ինքը հետ է գալու ու բան է իրան հարցնելու, տեղից էլ ենք տենում, որ չի հեգնում։ Ու այդ հարցի մեջ Աստծո մասին հիշատակում կա։ Չենք կարող ասենք, Աստված այնքան մեծ է, կարող է սրտերի հետ աշխատել ու ինքն էլ էր հավատացյալ, ոնց որ ես հավատում եմ, որ Նաբուկոդոնոսն էլ վերջում հավատաց։ Կարող է եւ չէ, ուղղակի ինքը sense ոնց որ հերվից կան, չէ՞ տենց հիմա այլ մարդիկ, որ իրանք ոնց որ թվում են աստվածաբաղ, բայց այդպես էլ իրանք կյանքը մինչև վերջ չի արտացոլում այն ինչ որ Աստված նոր կտականում պատվիրում է, որ պետք է քրիստոնյաները ունենան տենց ապրելակերպ։ Ամեն դեպքում, ինչպես էլ որ լինի, ինքը ասում է քո Աստվածը ում շարունակ ծառայում ես, նա քեզ կփրկի։ Ու այս ամբողջ գլխի ամենակարևոր պահերից է ու հեթանոս թագավորը թեկուզ եթե աղոտ կերպով հավատ արտահայտում Դանիելի Աստծո հանդեպ։ Ու հետաքրքիր է, որ Դանիելի աղոթքը չի արձանագրվում ստեղ, հա, ու չի ասում, ինչ ասեց Դանիելը, հիշում եք, մի անգամ մենք կարդացել էինք Դանիելի աղոթքը ինչ ձև էր, սկզբի գլուխներում, ստեղ գրած չի, ոնց որ ինքը ընդհանրապես չի էլ վախենում, որ առյուծների գուբն գնելու կամ ինչ-որ, չգիտեմ, ու թագավորը ավելի շատ էր վախեցած, քան ինքը ոնց որ ավելի հանգիստ լինի, ու թագավորն էլ տեսնում եք ինչքան էր վախեցել,
որ հրաժարվել էր կերակուրներից, դա հետաքրքիր թարգմանություն էր, որ ծոմապահության մեջ էր, հա, տենց էր գրած։ Շեն անցկացրեց ծանոթության, Հա։ վագաները դեռ չտվեց։ Հաց շկերավ ու իրեն սքավորի պես պահեց։ Այս ծոմապահության պատկերով։ Առյուծների մասին էլի կարող ենք շատ մանրամասնություններ ասել, ինչի համար կային այնտեղ առյուծներ, ոնց էր։ Այս գուբը իրենից ամենայն հավանականությամբ ենթադրում էր երկու մուտք, հա, մեկը որ փակում են, դնում են կնիքը, մեկն էլ որ վերևից իրեն այնտեղ գրածակ գցեցին։ Վերևից հնարավոր է իրեն իջեցրեն ու հնարավոր է հենց այդ անցքներ, որից որ ինքը եկավ ու խոսեց դու կենթանի ես, քո Աստված քեզ կարացավ փրկի։ Իսկ այն օրինական մուտքը փակած էր, որ ոչ ոք չկարողանար գալ ու Դանիելին այնտեղից հանել։ Բայց թե ինչ գործ ունեն այնտեղ առյուծները, այս ժամանակաշրջանում թագավորները գիտենք տարբեր աղբյուրներից պատմական, որ իրենք սիրում էին որս անել առյուծների, այս ոնց որ թագավորների ստատուսի հետ էր կապված։ Ու բացի այդ, այսպիսի լավ առիթներ կար, որ միանգամից մարդկանցից անցանկալի կարելի էր ազատվել։ Ամեն դեպքում այնտեղ կային առյուծներ, կար գուբ, որը ուներ այդ երկու մուտքերը ու վերևից Դանիելին գցում են առյուծների մոտ ու փաստորեն ինքը դուրս գալու հնարավորություն չունի։ Ու քարը գլորվում գուբի վրա ու դրվում է կնիկ, իր ու իր նախնիների կնիկից է դրվում։ Ու մենք տեսնում ենք 19-ից 28 համարները արդեն Դանիելի փրկությունը վերջն է գլխի գալիս ու էլի ոնց որ այս գրքին հատուկ է Աստված միջամտումը հրաշալի կերպով ու տեղանում չլսված ազատագրություն։ Արևածագին թագավորը անհանգիստ մոտիկանում առյուծների գուբի մոտ ու հիշատակում է դիմում է Դանիելին, ինչ ասում, քո կենթանի Աստվածը արտահայտությունն ենք տեսնում։ Հետո Քո Աստվածը, որին դու պաշտում ես, անդադար կարողացավ քեզ ազատել առյուծներից։ Քո կենթանի Աստվածը այս արտահայտությունը շատ ուժեղ է, թագավորը համարել էր այս համը գնացել էր պալատում նստած պատմում էր թե Դանիելի կենթանի Աստվածը ինչ կանի, որ ինքը չի կարողացել անել։ Հենց այս եմ ուզում տեսնենք, էլի այս գլուխների մեջ ինքը շատ խորը ճշմարտություն է։ Աստված ավելի մեծ գերիշխան է, քան գերիշխան թվացող երկրի վրայի թագավորները։ Այս ամբողջ աստվածաբանական այն պատկերը, հա, գիծը, որ մեջով գնում է ու գրական ժանրը շատ հետաքրքիր է, որ ինքը ասենց տարբեր բաների մեջ ասենց թաքցնում է դա, ոնց որ թվում է թե օրինակ այս գլուխը արդեն փոխվել է, բայց չի փոխվել, դա ստեղ էլ կա, ուղղակի ասենց հետաքրքիր պատկերազարդումներ են այս ճշմարտության փոխկերով անցնում ու եթե ուշադիր ուսումնասիրես կտեսնես։ Մենք տեսնում ենք Դանիելի փրկությունը ու Դանիելի պատասխանը ինչ հանգիստ է, որ Դանիելը հաստատում է, որ այո, իսկապես Աստված կենթանի է ու կարող է ազատագրել։ Ու ներողություն, Դարեհի համար ամենակարևորը սա էր, Աստված կենթանի էր, Դանիելի Աստված ում նա էր պաշտում։ Ու կարող էր ազատագրել։ Արդեն մենակ Նաբուկոդոնոսորի հրովարտակը իր ձեռի տակ հայտնվելը չէր իր համար ապացույց։ Ինքը արդեն իր աչքերով տեսավ։ Ու մի հրովարտակ էլ մի քիչ հետո ինքն է գրելու։ Ու Դանիելը հաստատում է, որ ինքը անմեղ է մեղադրանքի հարցում, այսինքն ինքը ֆինանսական ինչ-որ խարդախության մեջ չի եղել։ Չէ՞ որ ինքը այդ պաշտոնին էր դրվել, եթե մեղադրելու բան կար, այդտեղից պետք է լիներ, բայց ինքը անմեղ էր։ Իսկ այստեղ ոնց որ երրորդ դեմքով էլ ավելացվում է, որ ինքը փրկվեց, որտեղ վստահել էր իր Աստծուն 23-րդ համարում։ Ու այս երկու պնդումներն են ճշմարիտ են։ Սա չի նշանակում ինքը բացարձակ անմեղ կատարյալ, հա, արդար մարդ էր, այսինքն ինքը իրան հնարավոր չէր մեղադրել օրինազանցության մեջ, ինչը որ թույլ կտար արդարացի իրեն գցել առյուծների գուբի մեջ։ Ու Դանիելը ու այն ինչ որ արել էր ինքը, որ այսինքն հա, կարող է մեկ ասի դե օրենքի թղթի վրա գրած էր, չէ՞, հենա մի բան, բայց ինքը դրանով խախտել էր արարչագործության կարգը գրած օրենքով թագավորի մասնախոսքը։
ու Դանիելը հաստատում է իր անմեղությունը, բայց այդտեղ հետաքրքիր բան կա, աստվածաբանական հիմքը հասկանանք այս հրաշքի, ինչպես կարող է սա լինել, հա, կենդանիների մոտ մարդուն գցում են ու ոչ մի բան չի լինում։ Եթե կարդանք մենք մարգարեական գրականությունը, մեզ այնտեղ կա լավ հուշում։ Ու Եսայի 11-րդ գլուխը ինչի մասն է։ Ապագայի վերականգնման մասին է, երբ որ Աստված փրկագնում է ստեղծագործությունը, նոր երկինք, նոր երկիր է ստեղծում ու բերում է նրան, ինչ որ իրականում սկզբնական մտադրությունն է։ Երբ որ տեսնում ենք, որ կենդանիների ու մարդու միջև թշնամանք չկա։ Եսայի 65-րդ գլուխը 25-րդ համարը խոսում է նույն պատկերի մասին, երբ որ ապագա վերականգնումով լինում է մեղքի հեռացումն ու քանի որ լինում է մեղքի հեռացումը, մահն էլ հետը եւ դրա համար էլ արդեն թշնամանքը չկա։ Ու Ովսե 2:18-ում մենք տեսնում ենք այսպիսի մի ճշմարտություն, սրանք ժամանակի համար ուղղակի չեմ բացում կարդանք, նշեմ կարող եք կարդալ։ Այս բոլոր հատվածներում խոսում են նույն իրականության մասին։ Սկզբնական արարչական մտադրությունը այն էր, որ մարդը տիրապետի կենդանիներին։ Ու գալիք այդ վերականգնման փառքի մի մասն էլ կլինեն, որ բնությունը կրկին կհնազանդվի այդ փրկագնված մարդուն։ Ու այս ամեն ինչը ինչի համար եմ ասում։ Աստծո մարդու մեջ, Դանիելի մեջ, այս ապագա աշխարհի զորությունը արդեն ցուցադրվեց այս հեթանոս ազգին։ Ոնց է հիմա մեզ Աստված տվել է Սուրբ Հոգին որպես գրավական, չէ՞, ինչի մասն է դա խոսում, որ մի օր ինքը հետ է գալու, չէ՞, իր գրավի հետևից։ Պողոս առաքյալը խոսում է այն բանի մասին, որ ի տարբեր նամակներում, այն փաստի մասին, որ մենք վերստին ծնված լինելով ունենք այն իրականությունը, որ համ ստեղ մենք ճիշտ է տարբեր փոփոխությունների մեջով, նեղությունների մեջով ենք անցնում, համ էլ օրինակ եփեսացիներից մեջ բերեմ, որ մենք արդեն հարություն առած երկնայիններում նստեցված ենք։ Սա մի իրականություն է, որ մենք խոսացել ենք, երբ որ թագավորության մասին ենք խոսում, կարծեմ այս թեմային անդրադարձել ենք հիմա, բայց դեռ ոչ այս իրականությունը, որը Աստծո ժողովրդին հատուկ է։ Հիմա մենք փրկված ենք, թե չէ։ Աստվածաշունչը խոսում է փրկությունը հիմա ավելի մոտիկ է մեզ, քան այն ժամանակ, երբ որ հավատացինք։ Բայց շատ հատվածներում խոսում է, որ մենք արդեն փրկված ենք։ Խոսքը նրա մասին է, որ արդարացման հարաբերակցությամբ մենք արդեն փրկված ենք։ Աստված մեզ արդար է հայտարարել ու այլևս չկա դատապարտություն մեր համար։ Բայց մեր ապագայի փառքը, որ երբ որ ինքը հայտնվի, մենք իր նման կլինենք, դա դեռ սпасելի է։ Ու ստեղ, երբ որ Աստված իրան ազատում է կենդանիների բերանից, ցույց է տալիս, որ այո, ինքը գտնվում է դեռ ստեղ, բայց ստեղ լինելով ինքը կարող է այդ հավիտենականի մեջի օրհնություններից ինչ որ մաս վայելի։ Սա շատ հետաքրքիր պատկեր է, որ Աստված ցույց է տալիս իր ապագայի վերականգնման փառքը իր ծառաների մեջ տարբեր առիթներով։ Ու մենք հետո տեսնում ենք գալով մեր հատվածին այս վրեժ խնդրությունը, իրենք ամբողջ ընտանիքով գծվում են այդ նույն առյուծների մոտ, ու այդ առյուծները չեն թողում անգամ իրենք հատակին հասնեն։ Թագավորը չգիտեր այդ մարգարեական ուսմունքը, որ մարդը պիտի մեռնի իր մեղքի համար, հա, հիշում եք Եզեկիելի մեջ, Երեմիայի մեջ կան այդպիսի հատվածներ, Եզեկիելի 18-ում, օրինակ Երեմիայի 30-ական գլուխները չեմ հիշի հիմա։ Իրենց մոտ այդ ժամանակ այդպես էր, մի հոգին չէր պատասխան տալիս իր մեղքի համար։ Եստերի մեջ էլ կա, երբ որ 10 որդիներին ասում են կախաղան, չէ՞, հանում։ Ամբողջ այդպես էր իրենց մշակույթը, ամբողջ ընտանիքով կրակի ներողություն, առույցների մոտ են գցում։ Ու Աստվածաշունչը խոսում է այս փաստի մասին առանց մեկնաբանության, եթե ուշադիր կլինեք, չկա մեկնաբանություն։ Լավ արեցին, վատ արեցին, ուղղակի փաստ է արձանագրվում, այսպես արեցին։ Ու դարը հետ գրում է մի հրովարտակ, ու այդ հրովարտակը հիշեցնում է ում հրովարտակը։ Այո։ Եթե կարդանք 3:29, ուստի հրաման եմ տալիս, որ ամեն մի ժողովուրդ, ազգ, լեզու, որ սխալ բան ասի Սեդրակի, Միսաքի ու Աբեդնագովի Աստծո դեմ կտոր է լինելու։
նրա տուն նախպանոցի է վերածվելու, քանի որ մի ուրիշ աստված չկա, որ կարողանա այսպես փրկել։ Հիմա եթե մենք գանք ստեղ, նայենք Դարեհի հրովարտակը, տեսնում ենք, որ թող ձեր խաղաղությունը բազմապատկվի։ Հիշում եք ինքն էլ էր տենց բացում արել Նաբուկոդոնոսորը, թող ձեր խաղաղությունը բազմապատկվի։ Ու ասում է հրովարտակ եմ արձակում, որ իմ թագավորության ամեն մի տերության մեջ մարդիկ դողան ու վախենան Դանիելի Աստծո առաջ, քանի որ նա կենդանի Աստված է եւ կա հավիտյան։ Նրա թագավորությունը չի կործանվի։ Այս կա հավիտյան արտահայտությունն էլ է շատ հետաքրքիր։ Իրեն մոտենում են ասում են թագավորը հավիտյան թող կենա կամ ապրի։ Այդ կա բարի հոլովներն են, հա, բոլորը։ Թագավոր հավիտյան ապրի, բայց դա հեքիաթ է, դες բան չկա, ուղղակի իրանք հարգանքով, հա, ինչ-որ հավիտյան չի ապրելու, ընդամենը մի քանի տարի էր մնա, 62 տարեկան էր, որ գահը վերցրել։ Թագավոր հավիտյան ապրի, հա, կոմպլիմենտ են անում։ Բայց ինքը ասում է, այս գրում եմ, որ իմանաք են Աստծուն, որ հավիտյան կա։ Էլի նույն թեման է, ինչ որ մենք խոսում ենք արդեն մի քանի շաբաթ։ Ճշմարիտ թագավորը, ճշմարիտ գահին նստողը հակադրվում է մարդկանց թագավորություններին նստած գահի վրա նստած մարդկանց ու այս թագավորը դա ճանաչում ասելով որ այս կեղծ բանը որ նախաբանը ինձ ասում եք իրականում այս մեկը այս մի էակը որ հավիտյան կա որ զորավոր է որ մեծ է բոլոր աստվածների վրա որ կարող է ազատի իր ծառաներին ինքն է որ իր թագավորությունը չի կործանվելու ու նրա իշխանությունը ասում եք կմնա մինչև վերջ ու Աստծո դեմ խոսողներին այստեղ հրամայվում է զուտ որ վախենան Աստծուց, բայց Նաբուկոդոնոսը ավելի խիստ պատիժ էր, չէ՞ սահմանել, կտոր պետք է լինեին։ Ու իր թագավորությունը նկարագրվում է ոչ թե տարածքային, այլ դինամիկ կերպով։ Աստծո թագավորության մասն է խոսում։ Մենք էլի սրա մասին մի ժամ խոսացել ենք, ամբողջ առանձին թեմա ենք հատկացրել, բայց եթե ուշադիր լինենք, էլի երկու բառով տեսեք, նրա իշխանությունը փաստորեն ստացվում է, որ գերազանցում է մարդկային իշխանությանը ու իրականացնում է իր կամքը։ Այսինքն այդ թագավորությունը իր կամքի իրագործման մեջ է երևում ու այստեղ այս մեկ փրկությունը, այս մի մարգարեի փրկությունը ապացույց է, որ Աստված իշխում է արդարության պատմության սկզբից մինչև վերջ։ Ուստեղ գլուխը ավարտվում է Դարեհի ու Կյուրոսի անունների հետաքրքիր համադրությամբ։ Տեսեք, այն մարդիկ, ովքեր որ մտածում են, որ Դարեհը նույն Կյուրոսն էր, ինչի համար, հիշում եք, սկզբից ասացի, որ Կյուրոսը ինքը մանրապարսկական թագավորության գլուխն էր, բայց քանի որ դա ահռելի թագավորություն էր, ինքը դրել էր տեղական թագավորներ կամ իշխաններ կամ կառավարիչներ, ովքեր որ պետքա իշխեին։ Ու դրա համար շատ տեղերում այս մարդու անունը չի հանդիպում ու քննադատներն էլ ասում են բայ դեպքում ուր է այս թագավորը որտեղ է հիշատակվում։ Քիչ հիշատակվում շատ տեղերում, որովհետև այդ ժամանակահատվածի գրություններում Կյուրոսն է հիշատակվում, Կյուրոսն է իրական թագավորը։ Լավ, բայց սա միակ տեսակետը չի։ Կա այսպիսի տեսակետ, որ Դարեհը նույն Կյուրոսն է, ուղղակի ուրիշ անվանումով։ Որտեղ այդ ժամանակահատվածում իրոք Կյուրոսն էր թագավորը։ Ուրեմն իրանք այսպես են այս համարը կարդում, վերջի համարը։ Այսպես այս Դանիելը հաջողություն գտավ Դարեհի թագավորության, այսինքն Պարսից Կյուրոս թագավորության ժամանակ։ Այս Եվը իրանք այսինքն են հասկանում, այսինքն բնագրում Եվը էլի Եվագրած, բայց ասում են Եվը այստեղ ոնց որ մեկնաբանական իմաստակրում, ոչ թե այսինքն երկու միտք միացնում է իրար։ Ու այսպիսով այս 6-րդ գլխի 28-րդ համարը կարող է դիտվել որպես այսպես ասած բացատրություն, հա, որ ինքը բացատրում այս անծանոթ անունը, ով էր այս Դարեհը, հիմա բացատրեմ ով էր։ Դարեհը այսինքն Կյուրոսը։ Բայց ես չեմ մտածում այսպես, արդեն սկզբից խոսեցինք։ Բայց պատմության մեջ են տարբեր Այդ Դարեհը չի։ Այդ Դարեհը 4-րդ դարում է եղել։ Այս պատմությունը 6-րդ դարի է մեր պատմությունից։ Դարեհ թագավորական անուն էր 1, 2, 3, 4, տենց դարեհներ ա։ Ոնց որ Հերովդեսը, Անտիոքոսը մի մարդ չի էլ։ Մենք մի քիչ հետո, մի քանի գլուխ հետո կտեսնենք Անտիոքոս 4-րդի գործողությունների մասին, ենթադրելով որ
Իրանից առաջ 3 հոգի եղել է։ Պատմության մեջ դարի առաջին, դարի երկրորդ կային հիմա։ Էսի իրենցից ոչ մեկը չի։ Ինքը լրիվ ուրիշ է։ Դա լրիվ։ Դե եթե տենց լիներ, այդ քննադատները մեզ բան չէին ասի։ Իրա մասին բան չկա, տենց աղոտ մի երկու տեղ բան կա, որ իրենք սենց արամերենով սենց բայերը կպցնում են, չգիտեմ, վերջավորությունները ու ենթադրում են, որ այս մարդն է։ Բայց այդքան շատ չի տեղեկությունը։ Բայց մեզ Աստվածաշունչը ասում է, որ ինքը իրական մարդ էր։ Մարացի էր ազգությամբ, 62 տարեկան էր, ինքը լեգենդար կերպար չէ։ Ու փաստորեն այս մարդիկ սենց են վերջի համարը կարդում։ Բայց եթե վերջի համարով դու փորձես լղոզես, որ քեզ հակառակ բան չասեն, այդտեղ էլ մեջտեղում ես խնդիր ունենալու։ Պատկերացնում ես Կյուրոսին մեկը մոտիկանասի, այդ որ ստորագրել ես, չի կարող ասենք, դες մենք գիտենք, չէ՞, պատմությունը որ փոքր ժամանակ անցնում ենք դպրոցում, ինչ մարդ է եղել Կյուրոսը։ Հնարավոր չի իրան մեկը մոտիկանար, ասեր, այդ որ դու ստորագրել ես, նայ հանկարծ չկա տես բան։ Կյուրոսը աբսոլյուտ էր։ Կյուրոսը, Նաբուկոդոնոսորը, իրանք աբսոլյուտներ էին։ Այս մարդը չէ։ Ինքը ենթակա էր։ Ու պետք չի լղոզել, մենք հավատում ենք Աստվածաշնչին, մենք ասում եմ ձեզ, այս մարդու գոյության մասին մենք խոսացել ենք մեր ներածության մեջ Բաղդասարի մինչև 90-ականներն էր, եթե չեմ սխալվում, ասենց անդադ ցեխ են շպրտում քրիստոնյաների վրա, չկա ասենց թակավոր, չկա ասենց թակավոր, սուտ ասա ու փորձում էին էքզեգետները ինչ-որ բան անել, թե ով է այս մարդը, տարբերակներ կային առաջադրված բան, մեկ էլ Մենք քար են գտնում, որ ասենք այս մարդու անունը կա վրան, որ ինքը եղել է այստեղ կառավարիչ Բաբելոնի գավառը։ Դե արի, մենք ինչ իմանանք 10 տարի հետո ինչ բան կլինի, ոնց են ասում։ Հա, մի տեղից մի հողի տակից մի քար պեղումներ, հա։ Այդպես մեծ մասի ինֆորմացիաների հողի տակա չբացահայտված ու շատ բաներ էլ կա, որ իրենք գիտեն, որ այստեղ կարելի է օրինակ անցկացնել ուսումնասիրություն, բայց օրինակ վերևը մի հատ չգիտեմ քանի միլիարդանոց շենք կա ու չեն կարող իրանք էդի քանդեն, որ տենց այդպիսի բաներ կա։ Դրա համար գիտենք, որ այս մարդը ավելի բարեպաշտ էր, քան նախորդ գլխում հանդիպած թագավորը, գոնե չգիտեմ հաստատ, բայց գոնե ամենակիչը աղոտ կերպով ճանաչեց, ընդունեց, որ իր Աստվածը կենդանի է, Դանիելի Աստվածը, ու մենք տեսանք, թե Աստված ինչպես է այս մարդկանց ձեռքից ազատում իր ծառաներին իր կամքի համեմատ բնականաբար ու ոնց է մարդկանց թագավորությունների մեջ ցույց տալիս թե ով է իրականում պատմության թագավորը